Ողջույն հարգելիներս, ինչպե՞ս եք։ Այսօր շատ հետաքրքիր վիդեո լինելու ձեզ համար, այնպես որ պատրաստեք սուրճերը, նստեք բազմոցներին եւ նայեք վիդեոն մինչև վերջ։ Ասեմ, որ այս վիդեոն հատուկ իմ ընկերներիս համար եմ ես պատրաստել, այսինքն իմ բաժանորդների, որպիսի իրենց էլ ավելի տրամադրությունը բարձրացնեմ, աշխուժացնեմ, էներգիա տամ, ոնց որ ասած խառնեմ իրար բոլորին, մտածելու տեղիք տամ եւ տեսնենք ով է ամենաճարպիկը եւ խելացին դուրս գալու այստեղ։ Մի խոսքով, եթե հիշում եք, ես իմ վիդեոներից մեկում սերմ էի ցանել եւ աճել էր ծիլը, այդպես պատահական առանց մտածել արել էի այդ բանը եւ դուրս եկա պատշգամ գործ էի անում, էլի աչքս ընկավ այդ ծլած կանաչին, ծլին, ասեցի կայնի աղջիկներից հարցնեմ, ով գուշակի, ես իրեն նվեր եմ անելու, այդպես որպիսի ուրախացնեմ իմ հետևորդներից մեկին, ովքեր կգուշակի առաջինը։ Եվ այդպես գուշակող եղավ եւ ես ուղարկեցի նվերը մեր մագային, ես ասեմ, որ մագային չեմ ճանաչում, ինքը ուղակի իմ հետևորդներից է, որը որ ապրում է Արտաշատ քաղաքում Հայաստանի, այդպես եւ նույնը այս անգամ ես արդեն արեցի մտածված, ասեցի ինչու ոչ, ես նորից ինչ որ մի բան կտնկեմ, կցանեմ, ինչ որ այա, երբ որ կծլի, ես նորից գուշակություն կանեմ, սա խաղարկություն չի, ուղղակի գուշակություն։ Երկար սպասելուց հետո ես մի քանի բան էի դրել հողի մեջ, այսպես ասեմ, որպիսի ծլեր եւ երկար ժամանակ սպասում եմ, չկա։ Եվ հանկարծակի մի ծիլ տեսա։ Դե պետք է քանդեի, տեսնեի որ մեկն է, որպիսի ես համոզված լինեի։ Այդպես արդեն ես համոզված եմ, ծիլը տերևներ ունի շատ գեղեցիկ, ես հիմա ձեզ ցույց կտամ ու այս վիդեոն կլինի շատ հետաքրքիր, ոգևորող ձեզ համար։ Տեսնենք ով է լինելու մեր գուշակողը։ Ահա ծիլը այստեղ է, ինչպես տեսնում եք, սրա մասին չի խոսքը։ Ուրեմն սա որ ես դրել եմ, Լեոնան տեսել է, սա էլ ինքն է բերել դրել, այսպես մեծացավ սա, բայց սա է տերևներն են, թփերն են։ Հիմա դե գուշակեք, թե ինչի թփեր է։ Ձեր կարծիքները կթողնեք մեկնաբանության տեսքով։ Առաջի գուշակողը կլինի հաղթող, որին սուրպրայզ նվեր է սպասվում։ Հիմա նվերը ես չեմ ասելու եւ ասեմ, որ սա միայն ու միայն վերաբերվում է իմ հետևորդներին, իմ բաժանորդներին։ Եթե մեկը դրսից եկավ, ես բոլորին գիտեմ, ինքը չի շահելու, ընդհանրապես, ովքեր բաժանորդ են ինձ, կամ բաժանորդագրվելու են, իրանք էլ շահելու են, հաղթողն են լինելու, այսպես ասեմ, չեմ ասելու մրցանակն է շահելու, որովհետև սա մրցույթ չի, ուղղակի իմ մտքով անցել է, ես անում եմ, որպիսի ուրախություն, ժպիտ պարգևեմ իմ հետևորդներից մեկին, ով առաջինը կգուշակի, նա էլ կստանա սուրպրայզ նվերը, ահա, մոտիկից էլի ցույց տամ։ Դե այսքանը հարգելիներս, դե խառնվեք իրար ու մտածեք, գրեք ձեր կարծիքները, ես անընդհատ նայելու եմ, ես անընդհատ հետևելու եմ, կարդալու եմ կոմենտները, անընդհատ չեմ գրելու ոչ, ով ճիշտ պատասխանեց, ես միանգամից, ես կգրեմ այո ճիշտ ես, կարձագանքենք, կբարձրաձայնենք, ով էր մեր գուշակող այդ խելացին, սա շատ դժվար ծիլ է, տերևներ են, այսպես ասեմ, շատ խելացի պետք է լինի գուշակողը։ Մի խոսքով ասեմ, որ շատ արդար է սա, այստեղ հարազատ բարեկամ հարևան ծանոթ, անծանոթ գոյություն չունի։ Ով ես անցած մի անգամ ես խաղարկություն էի արել, ճիշտ ասած
քույրիկս գուշակեց թիվը, ես իրան խաղից դուրս հանեցի, ասեցի դուք միշտ նվերներ եք ստանում, ես ձեզ խաղից դուրս եմ հանում, ես ուզում եմ, որ գուշակողը լինի իմ ընկերներից, հաղթողը, այսպես ասած, իմ բաժանորդներից, իրանք ինձանից չնեղացան եւ այդպես էլ մենք արեցինք ուրախ ու զվարթ, բայց այս անգամ իրենց էլ եմ մտցնում խաղի մեջ, թող խաղան, որովհետեւ շատ դժվար ծիլ ասա, տերևներ են, եթե կլինի մեկը այդքան խելացի, ինչպես ասացի, էլ հաղթելու է։ Դե հաջողություն եմ մաղթում բոլորիս։ Այսպես, հարգելիներս, հրաշալի, օր այնքան տաք է մեզ մոտ, պատկերացրեք, որ մեքենաների մեջ արդեն AC-ները միացնում ենք, շատ շոկ է, հրաշալի, արևոտ օր, այսպես կարճաթև հագած, դուրս ենք գալիս, գնում ենք փուլ, այդպես մեզ համար լավ օրեր ենք ունենում, դուրս ենք գալիս ման գալու, էլ տակ հագնել չկա, ժակետ չենք հագնում, երևի երեկոյան ժամին այդպես կամ առավոտ շուտ, բայց հետո շատ հրաշալի օր է լինում։ Զատո այստեղ էլ, որ օդը շատ մաքուր, հրաշալի, որովհետև մեր տունը գտնվում է բնության գրկում, տեսնում եք, ամբողջը ճանապարհի այս կողմը եւ ճանապարհի այն կողմը ծառներ են, ձոր է իջնում, մեր դիմացի այս ճանապարհից այն կողմ ձոր է, այնտեղ կա սալորի ծառներ, թզի ծառներ, այսպես էլ իջնում ենք դեպի ճանապարհ, ճանապարհի այն կողմն էլ Զատո գետնա, շատ հայտնի American River, ամերիկան գետնա, շատ մեծ, պարզ ու զուլալ, շատ գեղեցիկ, արդեն մարդիկ իրենց լոդկաներով գալիս են, ժամանակ են անցկացնում, բադերը լիքն են, լողում են ջրի մեջ եւ հեսա շուտով բադիկները իրանց ճուտիկների հետ են գալու, այս ժամանակ իրանք ձվադրում են անում, ձու են ածում, հիմա որ դուրս գանք, այսպես լիքը հնդկահավերի ձվերա, շատ լիքը ածում են եւ ճուտիկներ են հանում, այն կողմն էլ բադերն են ջրերի մոտը, ձու են ածում, այդպես ճուտիկներին, բուլիկներին հանում են եւ գալիս են գետ լողալու իրենց ճուտիկ բուլիկների հետ։ Դե այսպես հարգելիներս, ինչ ասեմ, այսպես հագեցած օր ունենալուց հետո որոշեցի վերջապես այս վիդեոն ձեզ համար նկարել, որովհետև ես խոստացել էի, չեմ սիրում, երբ որ խոստանում եմ ինչ-որ մի բան ու չեմ կատարում, ճիշտ է կարող է ուշանալ ինչ-որ այլ պատճառներով, բայց այնպես չի, որ չկատարեմ, այդպիսի բան չի լինում, ոնց են ասում, լավ է ուշ, քան երբեք։ Մի խոսքով այդպես, ինչի համար ուշացրեցի, որովհետև դեռ տերևները փոքր էին, չէին մեծացել, նոր դրել եմ արևի տակ, սկզբից ես ցելոֆանով փակել էի ծաղկամանը, այդպես որ տակ մնար ծլեր, հազիվ ծլեց եւ հիմա արևի տակ եմ դնում, արդեն տերևները դուրս եկան եւ հիմա պատրաստ էր արդեն հարգելիներս, դե անցեք գործի, կրկին ու կրկին եմ ասում, հաջողություն բոլորի, տեսնենք ով է լինելու մեր գուշակողը, շատ հետաքրքիր է լինելու։ Անտառի մեջի տներ ինչքան գեղեցիկ են, տեսեք, կարմիր տանիքներով, այս սրանք ամբողջը տներ են, ռեստորաններ են այդտեղ, շոփինգ սենթերներ են, եւ այսպես
հարգելիներս, դե լավ այսպես գնացինք, անցեք գործի։ Good luck everybody։ Հաջողություն։ Ովքեր կցանկանան միանալ մեզ, մենք սիրով կսպասենք եւ կընդունենք ձեզ մեր ալիքում։ Կարող է ձեզանից յուրաքանչյուրը լինել այդ հաջողակը, ով կգուշակի եւ կստանա այդ սուրպրայզ գեղեցիկ նվերը։